Այո, մեր աղջիկները։ Պարզին առաջ կգաք հետում եք։ Նախ խնդրում եմ անդրադառնալ երեկվա Մոհարոն Մարշյանի մասնակցության պայթի ենթադրյալ ձայնագրությանը իշխանական կողմից պարզաբանում են, որ իրենք գործել են, այսինքն տվյալ դեպքում դատարանը իրավաչափ է գործել նման որոշում ընդունելով։ Ով է ասում իրավաչափ է գործել։ Իրանք են որոշում, փաստորեն։ Հայտարարում են, որ ընտրակաշարք չի բաժանվելու, ժողովրդին չեք գնելու։ Իսկ ով է ասել ընտրակաշարք է բաժանվելու։ Գիտեք, ստի ու կեղծիքի չափաբաժինը գնալով մեծացնում է իշխանությունը եւ շատ մի կարեւոր հանգամանք կա, այստեղ շեշտում են փոքրիկ երեխա, ես դրանք երկրորդական եմ համարում։ Առաջին հերթին կա բարոյականության խնդիր, կռիվ ունեք մեր հետ, կռիվ տվեք, ինչ եք կանանց հետ կռիվ անում։ Տղամարդկությունից են խոսում, մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ ու կռիվ անեն, մեկ, երկրորդը որևէ հանցակազմ չպարունակող արարք չի թույլ տվել, ոչ Գոհար Ղումաշյան, ոչ Վերջինյան, որևէ։ Ընդամենը իմ անձնական կարծիքով դատարանը չէր կարող որևիցե բան այսպես ուղղակի բաց թողել, ընտրեցին այդ տարբերակը։ Եվ նաև հարգելի լրագրողներ, ձեր այսպես լուման էլ այդտեղ շատ մեծ, որովհետև այդ բարձրացված աղմուկից իրենք շատ լավ հասկանում են ինչ է իրենց դեմ, ինչ է իրենց օգուտ։ Շատ լավ հասկացան, որ իրենց դեմ է սա լինելու, կանանց կալանավորելը, անգամ տնային կալանքում պահել, այդ իսկ պատճառով իրենք իրենց շահերի մեջ են գործում։ Այնպես որ իմ կարծիքով Զանգովի արտահայտությունը դեռևս գործում է։ Այսօրվա դատակարգից ինչ սպասելիքներ եք բանվասել։ Միանշանակ, էլ արդեն, չգիտեմ, ոնց ասենք, տարբերակ չկա ուղղակի։ Եթե իմ ինֆորմացիայով նախորդ կալանքի միջնորդության ժամանակ փախուստը որպես հիմք դուրս է եկել, չի եղել է վկաների վրա ազդեցությունը, այս պարագայում գործը արդեն դատարանում է, ինչ խնդիր կարող է լինել։ Կամ ոնց են պատկերացնում Սամվել Կարապետյանը ինչ որ վկայի վրա էնել այն դեպքում, որ որևէ կապ չունի այդ ներկայացված գործերի հետ։ Վախի արտահայտում այնտեղ խոսում են իրենց վատ պահվածքով, վատ լեքսիկոնով, ախր բազմաթիվ անգամ ասել եմ, մենք այդ մակարդակին չենք իջնելու, չենք իջել, որովհետև այդ մակարդակը իրենցն է, մերը չէ։ Այդ խոսույթ ենք օգտագործելու։ Պարոն Ղազինյան, իշխանության ներկայացուցիչները ձեր ցուցակի մասին են շատ խոսում, օրինակ ասում են, բերել եք նույն թիմն է, Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմն է, բերել են ոչ մի փոփոխություն չի լինելու եւ այլն, ինչ կասեք այս մեղադրանքին։ Առարկայական բանավեճ որպես այդպեսին չկա։ Նախ մեր երկիրը փոքր երկիր է եւ յուրաքանչյուր կարող ուժ, կարող մարդ ինչ որ մի ժամանակ, ինչ որ մի ձեով համագործակցել է ինչ որ իշխանության հետ։ Եթե դուք տեսնեք մեր ցուցակում կան նաեւ ժամանակին ԿՊ-ին վստահած եւ դուրս եկած մարդիկ։ Այսինքն սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Սամվել Կարապետյանը միասնության կողմնակից է, այսինքն անկախ նրանից որ իշխանության հետ է անձնաաշխատել, եթե մաքուր է, եթե չունի պրոբլեմ, չունի խնդիր, միանշանակ կարող է լինել մեր թիում ուժեղ Հայաստան կառուցելու գործում։ Հիմա ուղղակի ձեզ եմ խնդրում, այդ դեպքերում, որ խոսում են, ընդամենը պետք է հարցնել, ինչ ունեք այդ մարդկանց հետ կապված, առարկայական, այսինքն, հա, ժամանակին եղել է այնտեղ, այսօր այստեղ է, որն է խնդիրը, պայքարող տեսակ է։ Թող բերեն առարկայական ներկայացնեն, որ ուժեղ Հայաստանի թիմում կա մարդ, որը յուրացում է արել, որը պետական դավաճանություն է գործել իմ կարծիքով իրենց պես, թող բերեն ներկայացնեն։ Անգամ բանավեճի չեն կարողանում նորմալ գնալ, մարդիկ գնում են նորմալ բանավեճի, այդ աղմուկները, մերոնց միկրոֆոնների ձայնը իջացնելը, պարզ երևում էր, չէ՞ որ ռեպլիկի ժամանակ այնտեղ միկրոֆոնի ձայնը բարձրացվում է, մեր թիմի ներկայացուցիչը խոսում է, այնտեղից ինչ ռեպլիկա թողում, այնքան բարձր է, արդեն մի չափաբաժինել են բարձրացրել։ Մերոնց ձայնը իջացնելով այդ աղմուկ, աղաղակ, ախր չի սազում, էլի։ Մեր պետությունը վերջին հաշվով այդ երկիրը չի, պետքա փոխվի։